Սոմալացիները ինչը տեղի ունենում ԱՄՆ-ին մի շարք միլիոնների կամ նույնիսկ միլիարդների չափով պետական ծրագրերի խարդախություն։ This facility, which has its license for 74 kids, was paid $1.26 million in tax money. And there are no kids, and all the facilities are the same way. Հետաքննումներ են սկսվել Մինիսոտա նահանգում, որտեղ բավականին մեծ քանակով ապրում են սոմալացիները։ Հետաքննությունը կապված է սոցիալական աջակցության, Medicaid-ի, սննդի ծրագրերի եւ երեխաների խնամքի հետ կապված։ Հետաքննությունը մեծ ուշադրություն է ձեռք բերել, երբ YouTube-յան մի օգտատեր գնացել է մանկապարտեզներ եւ նկարել է, որ երեխաներ չկան։ Պետական մարմինները, ուրեմն FBI-ն ու Homeland Security-ն սկսել են ուսումնասիրել այս փաստը, արդյոք պետական միջոցները տրված են խարդախությամբ, թե ոչ։ Մանկապարտեզներ, daycare center-ներ, Medicaid-ի վճարումներ եւ այլ ծրագրերի հետ կապված։ ԱՄՆ կառավարությունը մեծածավալ հետաքննություն է սկսել Մինիսոտայի մի շարք childcare, daycare կենտրոնների շուրջ։ Վստահեցում է, որ մոտավորապես 18 միլիարդ դոլարի վնաս է եղել պետական ծրագրերով։ Պետական ֆինանսավորումն ամբողջությամբ հետ է պահվել այս childcare պրոգրամների համար, մինչև հավելյալ աուդիտներ եւ գրանցումների ստուգումներ, այսինքն հիմա չեն կարողանում գրանցել, ստոպ են արել Մինիսոտային։ Ոմանք այդ թվում կոնգրեսականները պահանջում են մերժել կամ ուժեղացնել արտաքսման կանոնները կապված նրանց հետ, ում մեղադրում են մեծ խարդախության մեջ։ Ուստի նաև դեպորտացիայի կամ քաղաքացիությունը հետ վերցնելու խոսակցություններ են գնում։ Այդ 99%-ը սոմալացիներն են, Ժողովուրդ ջան, ունում է սաղ կազմակերպիչները։ Քաղաքական կերպարները ներառյալ նախագահ Դոնալդ Թրամփը օգտագործել է այս իրավիճակը իր հանրապետական թիմը ուժեղացնելու համար, միաժամանակ մեղադրելով սոմալացիներին եւ ասելով, որ նրանց պետք է դեպորտացիա արվի։ Կոնգրեսականներից մի քանիսը ասել են. պետք է իմանալ ճշմարտությունը, պետք է հասկանալ, որ այս պատմությունը չի նշանակում, թե բոլոր սոմալացիները կամ բոլոր կենտրոնները իրականում խարդախ են եղել կամ բոլորն ինչ որ օրենք են խախտել։ Հետաքննությունները դեռ շարունակվում են եւ մի շարք մեղադրանքներ այնքան էլ հիմնավորված չեն դատական ձերբակալություններով կամ դատավճիռներով։ Այսինքն տեղի ունեցել ահռելի ֆինանսական վատնում childcare, daycare